հեքիաթ կամ չգիտեմ նմանատիպ ինչ որ բաներ պատմելու ժամանակ։ Պարոն Հակոբյան, եթե հայտարարիչ չի ներկայացնում մի անգամ դուք անվում է 5000, երկրորդ անգամ 10000 եւ այդ մի տարում այդ թեմային անձին էլ անդրադարձ չի լինում, հետո հաջորդ տարի եւս 5000, 10000, այս բայ գործող մեխանիզմը միայն այս բայ գործող մեխանիզմը հստակ ասեցի դա է։ Բայց չէ կարծում եմ մարդիկ ավելի լավ օրինակ ասի 10000 դրամ դուք անում քան իմ կարծիքով մարդիկ ավելի լավ է թափանցիկ լինեն պետության հետ, որովհետև պետությունը իրենցն է, ոչ թե պետությունը առանձին սուբյեկտ է, եւ այստեղ փոխվստահության հարց կա եւ այս հարթը կարծում եմ հարցը լուծում է, եւ երկրորդ մարդիկ կարծում եմ մոտիվացված են նաև իրենց կյանքի որակը բարձրացնել։ Կներեք, վերջացնեմ, հետո կասեք, մի չկա վստահություն, խնդիրը պետությունը չի։ Թույլ տվեք մեկնաբանեմ։ Հիմա մյուս մասը կարծում եմ մարդիկ ավելի շահագրգիռ են իրենց կյանքի որակը բարձրացնել, քան հակառակը, իսկ սա հնարավորություն է կյանքի որակը բարձրացնելու։ Դե ասում եմ, թույլ տվեք, չեք թույլ տալի, ասում եք դրանով ինչով է բարձրացնում։ Կյանքի որակը բարձրացվում է սոցիալական կրեդիտների միջոցով։ Հիմա լայն հնարավորություն կա ընտանիքի անդամների համար կրթական առողջապահական ծառայությունների դիմաց եկամտային հարկից նվազեցումներ ունենալ եւ փոխհատուցումներ ունենալ, որը կարծում եմ լավ շանս է մարդու կյանքի որակը բարելավել։ Մարդիկ իսկ եթե չեն ուզում, եթե ուզեին 12000 հոգի չէին հայտարարել։ Տեսեք, դա չեն վստահում այս իշխանությանը։ Տեսեք, դինամիկան բերեք նայենք։ Հիմա եթե վերջի շաբաթները նայում ենք, բարբերաբար ամեն շաբաթ տեմպերը հայտարարագրման ավելանում են եւ կարծում եմ բնական է եւ սովորաբար եթե հասարակության վարքագիծը ուսումնասիրեք, տեսնեք, երբ որ վերջնաժամկետներ են լինում, ավելի շատ այդ վարքագիծը դրսևորվում է վերջնաժամկետին մոտ ամիսներին։ Հիմա նույնը տեղի էր անցած տարի, օրինակ անցած տարի առաջի ամիսներին պասիվություն կար, հետո կտրուկ վերջնաժամկետին մոտ 2 ամսվա ընթացքում հայտարարագրել եղել են։ Բայց տեմպերը դրական են ու ավելացող են։ Ընտանիքի անդամներ են, հա, գործարարները եւ ընդհանրապես հարկ-վճարողները ու նաեւ խոսում ենք այդ պարտադիր հայտարարումից, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ ըստ էության հասարակությունը միանշանակ չի ընդունել այս որոշումը։ Սա չի խոսում այն մասին, սա չի խոսում այն մասին, որ չկա վստահություն այս իշխանության նկատմամբ եւ իրական այլ խնդիրներ է տեսնում այդ հայտարարման մեջ։ Տեսեք, դուք բացարձակ երևույթներ եք մեկնաբանում, վստահությունը հարաբերական է, այսինքն վստահություն միշտ կա, հիմա վստահության մակարդակներ կան տարբեր։ Հիմա ես ասացի, որ սա նաև հնարավորություն է միմյանց ավելի շատ վստահելու, որովհետև դրա միջոցով խոսել ենք, այս համակարգի, տեսեք, այս համակարգի, տեսեք, դրանով դուք ինքներդ ձեզ եք վնասում, որովհետև ոնց որ դե այդպես ասեմ, որովհետև դուք կորցնում եք հնարավորություն ոչ միայն կրեդիտներ, մի րոպե տեսեք, մենք համակարգի մասին ենք խոսել, իր նպատակների մասին ենք խոսել։ Երբ որ դուք հայտարարում եք անում, դուք ինքներդ հայտնվում եք կառավարության հոգացության թիրախում։ Ինչա դա նշանակում է, որովհետև կառավարությունը այսօր ձեր մասին տեղեկատվություն չունենալով չի կարողանում սոցիալական այնպիսի քաղաքականություն մշակել, որը շատ ավելի արդյունավետ ու թիրախային է, քան կարող լիներ մինչև դա։ Քան կարող լիներ այս համակարգի պայմաններում։ Հիմա սրա մասին է խոսքը, այսինքն դուք հիմա չեք ուզում, որպեսզի այդպես լինի։ Դա գուցե թողեք հասարակությունը ինքը որոշի, լինի կամավոր, եթե որոշումը չեն ուզում չլինեն, այսինքն պարտադրանքը միշտ հակառակ էֆեկտն է ծնում։ Չեմ կարծում, այտենց հակառակ էֆեկտ։ Դե ինչ թվերն են։ Ես թվերը ասացի, դինամիկան դրական է։ Բայց համենայն դեպս քիչ է։ Այդ սիստեմը մեխանիզմը հնարավոր չի մշակել, ով ուզում է որ կառավարությունը իր մասին հոգա, թող թույլ տա հոգա, ով չէ։ Հարգելիս, ես սա հայեցակարգային հարց է։ Ես չեմ ուզում այդ դաշտ մտնել հիմա։ Ես բայց նշեցի մի կարևոր հանգամանքի մասին։ Պետությունը հասարակությանն է, ոչ թե հասարակությունից անկախ է։ Եթե դուք պետության մասին չեք ուզում մտածել, դա արդեն ձեր խնդիրն է։ Բայց ես համոզված եմ, մեր հասարակության մեծ մասը ունի երազանք ավելի լավ պետություն տեսնելու եւ սա ավելի լավ պետություն կառուցելու ճանապարհը։ Հենց դա խնդիրը, որ խոսքը ոչ թե պետության, այլ օրվա իշխանության մասին է, նրա որոշումների։ Թույլ տվեք այդ դաշտ ես չմտնեմ։ Պարոն Հակոբյան, խնդիրները արդյոք լուծվել են հայտարարիչ ներկայացնելու թե ոչ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն էր հենց տեսանյութ հրապարակել, որ պաշտոնյաներ նստած էին այդ թվում նաև դու, բայց դժվարությամբ էր վարչապետը լրացնում այդ հայտարարագիր։ Հիմա
քաղաքացին, որի կողքին նստած չեք լինելու, դուք նստած չլինելու Մհեր Գրիգորյանը, ինչպես է գլուխ անելու, խնդիրները բացատրել են թե ոչ։ Այդ դաշտում ասեմ, որ դա կարծում շատ լավ միջոցառում էր կարևոր, երբ որ մարդը ինքնուրույն փորձում է լրացնել։ Եվ ես ասեմ, որ այդտեղ հենց այդ խսել տեղի ունեցել։ Մեր ներկայությունը չի նշանակում, որ ինքնուրույն տեղի չի ունեցել։ Իսկ քաղաք մի րոպե ավարտեմ ու ճիշտ ասած ես մեկ ուրիշ քննարկման պետք է հասնեմ։ Արագ պատասխանեմ, վերջի հարցը տվեք։ Մի հատ կպատասխանեք 10000 դրամի Հիմա թույլ չեք տալի ձեր նայեք, տեսեք, դուք հիմա ձեր գործընկերոջ հանդեպ հարգանքով չեք։ Ես շատ հարգում եմ իմ գործընկերոջը։ Եթե հարգում եք, թույլ տվեք իր հարցը պատասխանեմ։ Հիմա մենք ինչ ենք անում հիմա, դրա մասն ենք բարբերաբար խոսում եւ եթե օրինակ հետևեք մեր իրազեկումների արշավներին, մեր իրազեկումների արշավները վերաբերում են բոլորին։ Ինչ է դա նշանակում, մենք մշակել ենք բազմաթիվ ուղեցույցեր, պարզ, գնում ենք մարզեր, մարդկանց հետ հանդիպում, գնում ենք կազմակերպություններ մարդկանց հետ հանդիպում, հիմա հավաքագրում ենք բոլոր խնդիրները, եթե կլինեն լրացուցիչ խնդիրներ, որ մարդիկ դժվարություններ կունենան, կգնանք եւ իրենց կողքն կլինենք եւ կփորձենք մաքսիմալ օգնել, որպեսզի այդ համակարգը կայանա։ Օրինակ հիմա դիմել եմ դա մեր դիրություն չէ։ Հա, չէ, բայց ընդհանուր համակարգ է կապված։ Մի ուզում է Բայց սա վերջին հարցն է, իմ հետը հասնում է այն ժամանակ, օրինակ, երբ որ արդեն այդ նոյեմբերի 1-ից հետո է, հիմա այդ դեպքում քաղաքացին ինչ անի, երբ որ ID քարտը դրա կարգավորումների մասն էլ է խոսվել, այսինքն այն դեպքերում, երբ որ այդ ID քարտերի թողարկման պատճառով կուշանա հայտարարագիր լրացնելը, պետությունը հնարավորություն կտա քաղաքացուն ուշ լրացնել։ Այո, դրա մասին շուտով նորմալ է, որ դասընթացներ կազմակերպելու համար անկեղծ պայմանավորվեցինք, որ վերջին հարցներ, ձեզ շնորհակալ եմ, ասեք, վերջին հարցը պատասխանում եմ։ Պետք 16000 դրամ, եթե չեմ սխալվում, գումար է վերցնում դասընթացներ կազմակերպելու համար, որ հայտարարագիր լրացնեն։ Մենք այդպես բան չունենք։ Ձեր կայքում էր հայտարարությունը դրված։ Հայտարարագիր լրացնելու դասընթաց, տեսեք, դուք նկատի ունեք քաղաքացու համար։ Քաղաքացու համար։ Ես մի հատ իրավաբանական անձանց համար բան։ Իսկ թվում է ինչ որ իրավաբանական անձանց ղեկավարներն են քաղաքացիներ։ Մի հատ պետք է ստուգեմ հասկանամ ինչ դասընթացի մասին եք խոսում, ավելի կոնկրետ ձեր պատասխանը։ Մի հատ հարցում արեք։ Նախկինում